Երևանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանը որոշել էր 1997 թվականի հին նոր տարին մեծ շուքով նշել, ամանորյա աննախադեպ դիմակահանդես կազմակերպելով Հանրապետության հրապարակում։ Օրեր շարունակ հայկական հեռուստատեսությունը հայտարարել էր սպասվող տոնակատարության մասին, չնայած նշվել էր, որ այն ուղիղ հեռարձակվելու է, հազարավոր մարդիկ ցանկացան տեղից միանալ դրան։ Սակայն ամեն ինչ այնքան էլ հարթ չընթացավ։ Բեմի մատույցներում իրարանցում սկսվեց, փոկվեցին լարեր ու ժամը 8:27-ից համերգն ու եթերն ընդհատվեցին։ Այդ կերպ շարունակվեց 3 ժամ։ Դիմակահանդեսը չստացվեց, այսպես էր վերնագրված Ազգ թերթի հոդվածը։ Ըստ հեղինակի մարդիկ աստիճանաբար սկսել են ցրվել եւ կեսգիշերին մոտ հրապարակն արդեն վերահսկելի էր։ Եթերը վերականգնվեց կեսգիշերից մոտ 10 րոպե առաջ։ Բեմահարթակից հնչում էր Արթուր Գրիգորյանի «Հայաստան» երգը։ Մարդիկ սկսեցին վառել մոմեր, որոնք այդ ժամանակներից ոչ շատ վաղուց տների միակ լուսավորման աղբյուրն էին, սակայն այդ օրը դարձան լուսավոր գալիքի հանդեպ հավատի խորհրդանիշ։ Դու հպարտի